Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ եւ կրկին Armenia TV եթերում Comments հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Արմեն Թադևոսյանը եւ այս պայն մենք կմեկնաբանենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, այնպես որ բոլորը նստած դիտում եք Comments եւ ես սկսում եմ իմ մեկնաբանությունները։ Ինչպես հասկանալ կնոջը։ Այ ժողովուրդ ջան, ինչ թութակ, ոչ մեկին էլ չեմ տեսել։ Շատ թունավոր ամուսնական զույգ։ Ասում են մարդը ժամանակի ընթացքում համակերպվում է ամեն ինչի, սակայն կան մարդիկ, ովքեր 50 տարեկանում այդպես էլ չեն կարողանում սովորել արթնանալ առավոտյան ժամը 7-ին։ Երկու քույր են, երկուսն էլ մի խելքի։ Շունը ազատ ժամանակ աշխատում էր մատուցող։ Մեկը սրան զանգեք շեղեք, ես էլ ես եղած չեղածը ուտեմ։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ գեղեցիկ կին տեսնելով տղամարդը միշտ մտածում է, որ այդ կնոջ կողքին արդեն տղամարդ կա։ Արդյունքում կամ այդ կինն է մենակ մնում, կամ էլ նրա կողքին հայտնվում է տղամարդ, ով ընդհանրապես մտածելու ունակություն չունի։ Անիվներին տնից հանել էին։ Զուգարանում տեղի ունեցավ արտակարգ ժողով։ Ժողովուրդ, կենտրոն են գնում, գալացող կա։ Եթերում Comments-ն է։ Կարծում եմ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ պահի, ինչ-որ իրավիճակում կարող է դառնալ լուսանկարիչ Գագիկ Շամշյանի զոհը։ Այս իրոք, որ իր գործի պրոֆեսիոնալը կարողանում է լուսանկարել ձեզ, իսկ դուք չեք էլ կռահում դրա մասին։ Մի խոսքով, Շամշյանը եւ նրա լուսանկարչական սարքը։ Շարունակելով այս թեման նշեմ, որ գրեթե միշտ, երբ Շամշյանը սկսում է լուսանկարել, դիմացինը սկսում է ձեռքերը թափահարել, որպեսզի չնկարի իրեն կամ պարզապես փախչում է։ Եվ ինչն է ամենահետաքրքիրը, Comments-ը պարզեց, որ Շամշյանին նկարելուն նման տեսակ արձագանքում են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները։ Ես էլ եմ մարդ, ես էլ եմ հանգստանալ ուզում։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք մի որևէ շատ սիրված ֆիլմի եւ միասին բացահայտում այն փոքրիկ, այսպես ասած, անճշտությունները, որոնք վրիպել են ռեժիսորի աչքից։ Այսօր մենք կրկին կշարունակենք հետազոտել սիրված ճակատագրի հեգնան կամ բաղնիկը տանուշ ֆիլմը եւ կշարունակենք բացահայտել այն ամենը, թե ինչ չէր նկատել այդ ֆիլմի ռեժիսորը։ Ուշադրություն դարձրեք սկավառակին։ Իսկ հիմա սպիտակույնը դարձավ կարմիր։ Գլխավոր հերոսի մայրիկի մոտ կա սրբիչ։ Իսկ ուր է հիմա սրբիչը։ Հիմա էլի կա, մի խոսքով մեկ կա, մեկ չկա։ Ուշադրություն դարձրեք ափսեների դիրքին։ Իսկ հիմա ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ անիմաստ է, երբ ամուսինը վիճում է կնոջ հետ, որովհետև 90%-ով կինը կլինի իրավացի, իսկ 10%-ով մեղավորը կլինի ամուսինը։ Հարևանի տունը վառվում էր։ Մի կտոր հաց տվեք ուտեմ ու գնամ գործի։ Ձի, փայտեցի, ձեր դռնից արձակեցի։ Իսկ այս պահին, սիրելի հեռուստադիտողներ, ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Այս պայն դիտենք տեսաշարի առաջին մասը, իսկ մեր հաղորդման երկրորդ հատվածում անպայման կրկին կդիտենք տեսաշար։ Նկարը ուղարկել է Անահիտը։ Տո հոպ, այսօր, արստը խլա։
մեջև ինձ հաճ չտաս տեղ գնալ չկա։ Նկարը ուղարկել է Աննա Ասատրյանը, բալանսիրովկեն լավ չէին արել։ Նկար ուղարկել է Արմեն Իսրայելյանը, մանկապարտեզ նայողները։ Այս նկար ուղարկել է Արմինե Սարգսյանը, վայ մամա ջան, էլի սխալ ծառի մոտ եկա։ Նկարը ուղարկել է Դավիթ Անտոնյանը, փոքրիկը խաղում էր ուրիշի հեռախոսով և հանկարծ հեռախոսի մեջ ջնջեց կարևոր ինֆորմացիա։ Նկար ուղարկել է Գայանե Դավթյանը, բա մատերից վրա ինչ հագնեմ պարելուց։ Նկար ուղարկել է Կարեն Մովսիսյանը, այսօր գնում եմ հարսանիք։ Այս նկար ուղարկել է Մարինե Դավթյանը, սպասի կծեմ, եթե ջարդվի, ուրեմն լավը չես սանել։ Նկար ուղարկել է Մուրադ Թոփալյանը, անկախ տարիքից անձրևանոցները միշտ մարդկանց գլխի վերևը տեղ ունեն։ Նկարը ուղարկել է Նարեկ Թովմասյանը, առավոտյան մարմնամարզություն, առավոտյան արթնանալուց անմիջապես հետո։ Նկարը ուղարկել է Ռուբեն Ասատրյանը, այ տղա դու ով ես հələ չասեցիք ես չնկարես հələ, դավայ հələ։ Նկարը ուղարկել է Ռուդիկ Վարդանյանը, ինչպես անել, որ տոմատը լինի կրկնակի համեղ։ Եվ եւս մի տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, որը մեզ ուղարկել է Հարություն Հարությունյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. դե հիմա ով է ուժեղ սեռ, ով թույլ։ Բոլորս էլ իհարկե երբեմն հանդիպում ենք տարբեր հայտարարություններ, որոնք ինքնին շատ հետաքրքիր են եւ երբեմն ծիծաղելի։ Եվ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը՝ տրվում է հայտարարություն։ Բումագը տուալետն է, հիգիենիկ թուղթ։ Վաճառվում է նորածին հորթեր։ Վճարովի զուգարան 100 դրամ, անվճար զուգարան անվճար։ Անվճար զուգարանը մաքրելու ժամանակ վճարովի զուգարանի մուտքը անվճար է։ Ասում են, կնոջ հետ հանդիպման ընթացքում, եթե նրան ժամանակին ոգելից խմիչք չհյուրասիրես, ապա շատ հնարավոր է, որ ամբողջ կյանքում մնաք ուղղակի լավ ընկերներ։ Կապիկի ու մարդու մեջ երբեմն ոչ մի տարբերություն չի լինում։ Կինն ու զոքանչը։ Աշխատակիցները դուրս են եկել ընդմիջման։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին ներկայացնում ենք Comments հաղորդաշարի աստղային էջը, որի ընթացքում ճանաչված եւ սիրված մարդիկ հայտնվում են շատ հետաքրքիր իրավիճակներում, եւ այսպես Comments-ը ներկայացնում է ճանաչված հայերը անճանաչելի իրավիճակներում էջը։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, օրերս մի տղա աթոռի վրա այնքան ճոճվեց, որ ի վերջո ընկավ եւ կոտրեց բոլոր 6 ոտքերը։ 4 պաշտպան եւ 1 կիսապաշտպան։ Բարի գիշեր, չնայած շատ կասկածելի է, որ բարի։ Բանգլադեշ ոնց գնանք։ Այնենց։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում մենք բացառապես խոսում ենք տարբեր երկերի տեսահոլովակների լուսանկարների մասին, որտեղ իմաստը մի քիչ թվում է կասկածելի, եւ այսպես հատուկ ձեզ համար Comments-ը պատրաստել է իմաստը էջը։ Լավ իմաստը։
այս լուսանկարը նույնպես տեղ գտավ իմաստը էջում։ Լավ սրա իմաստը։ Եվ վերջապես իմաստը էջի վերջին գլուխգործոցը։ Весь день я напеваю ля-ля-ля-ля-ля. Весь день я повторяю ля-ля-ля-ля-ля. Весь день я напеваю ля-ля-ля-ля-ля. Напеваю ля-ля-ля-ля. Ля-ля-ля-ля-ля-ля-ля. Ля-ля-ля-ля-ля-ля-ля-ля. Ля-ля-ля-ля-ля-ля-ля-ля. Ля-ля-ля-ля-ля-ля. Ու այսպես շարունակ։ Լա 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 լավ իմաստը։ Եթերում կոմենտն է։ Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ ձեռք է բերում տարբեր կենցաղային իրեր կամ տեխնիկական սարքեր, եւ որևէ սարք գնելուց հետո մարդը ուրախ վերցնում է այն եւ գալիս տուն։ Իսկ կոմենտը իր հերթին հետազոտություն կատարելով կարողացավ պարզել, թե ինչ են անում մարդիկ անմիջապես այն բանից հետո, երբ հասնում են տուն եւ հանում են սարքը փաթեթավորումից։ Եվ այսպես, մարդկանց 10%-ը սկսում է միանգամից օգտագործել նոր ձեռք բերված սարքը։ Մարդկանց եւս 10%-ը զանգահարում է ընկերներին, հարազատներին եւ պատմում նոր ձեռք բերված սարքի մասին։ Եվ վերջապես, մարդկանց 80%-ը, երբ նոր գնված իրը բերում է տուն եւ այն հանում տուփից, անմիջապես անում է հետեւյալը։ Հանեցիք, դե տվեք։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում դուք ականատես կլինեք փոքրիկ եւ բավականին ծիծաղելի դեպքերի։ Եվ այսպես կոմենտը ներկայացնում է մեծ ծիծաղ, մեր ուրախություն էջը։ Ինչպես ասում են, չմեռանք, էս էլ տեսանք, իսկ մենք շարունակում ենք։ Ասում են, բժիշկները երբ ապառիկով բնակարան են գնում, հիպոթեքի երթում են տալիս։ Ինչպիսի տեսք ունի չաղ ու բախտավոր ոչխարը։ Մի հատ ջուր կբերես, կարող է էշի տեղես դրե առանց ջուր պահում ես։ Ազաբաշին նրանցից էր։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը՝ դեսից դենից։ Շատերը երևի տեսել են, թե ինչպես են շները երկին զուգահեռ իրենք էլ փորձում երգել, սակայն պարզվում է, որ շները անտարբեր չեն մեր հայկական դուդուկի նկատմամբ։ Դիտենք մի հրաշալի տեսանյութ, որը մեզ ուղարկել է Մարտիկ Սևոյանը։ Ասում են տատիկը, երբ թերթում էր թորան հեռախոսի նկարները, ըստ սովորության մատը թրջում էր նոր թերթում։ Ամուսինը աշխատանքի գնալուց կնոջը ասեց. «Եթե մի անգամ էլ մեկը մյուս հետ շփոթել ես, ինձանից չնեղանաս»։ Որ մատնում եք, գոնե դուռը ծեծեք, չեք տեսնում հագնված չեմ։ Այս սրա համար էլ քիթը ամենտեղ չեն մտցնում, կնճիթը առավել եւս։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին կրկին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ մասնակցության համար։
Նկարը ուղարկել է Աստղիկ Հակոբյանյանը Սիսյանից։ Բան ա եղել, հələ մի հատ եկեք այստեղ բոլորդ։ Նկար ուղարկել է Քրիստինե Էրնեստովնան։ Նոր կոշիկներ եմ առե, ոնց է լինի մի 10 տարի կհագնեմ։ Այս նկար ուղարկել է Լուսինե Սարգսյանը։ Տեխնիկի վերջը կամաց գալիս էր։ Նկարը ուղարկել է Նարինե Ստեփանյանը։ Միակ միջոցը, որը ստիպում է երեխաներին 2 րոպե սուս մնալ։ Նկար ուղարկել է Նելլի Թովմասյանը։ Նոր տեսակի երկտեղանոց մատճակալ։ Այս նկար ուղարկել է Նորայր Ավագյանը։ Վերջին սելֆին ունենում է նման տեսք։ Նկար ուղարկել է Վահե Գույումջյանը։ Գլխարկը կարել էին, բայց մի քիչ մեծ էին կարել։ Նկար ուղարկել է Վահե Ստեփանյանը։ Աշխարհի վերջը ինչ է լինելու։ Նկար ուղարկել է Վարդան Դարփինյանը։ Կաթը բաժակով չեն խմում, կաթը դույլով են խմում։ Այս նկար ուղարկել է Վարդուհի Բահարյանը։ Շատ գեղեցիկ միկրոալիքային վառարան։ Նկար ուղարկել է Խաչատուր Խաչատրյանը։ Ժողովուրդ ջան, ախր հիմա նոր տարի չի, ինչի եմ ես ստեղ։ Այս նկար ուղարկել է Արտակը։ Վաճառվում է ավտոմեքենա։ Ինչ կտակ։ Եվ եւս մի տեսանյութ, այսինքն ոչ թե մի, այլ 2 տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, որոնք մեզ ուղարկել են Հովիկ Հակոբյանը եւ Արայիկը։ Մենք որոշեցինք չտարանջատել այս տեսանյութերը, որովհետեւ իմաստը։ Իմաստը։ Давай, Այգո, ասա իմաստը։ Այգո։ Դե ասա, իմաստը։ Իմաստը։ Давай, таза мясо давата. Իսկ մենք շարժվում ենք առաջ եւ ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, որոնք տեսել եւ որոնց միջով անցել ենք շատ տարիներ առաջ։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է տեսած մարդիկ էջը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր ունեցել են նման տեսակի ամենահզոր կալկուլյատորը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր ապրանք վաճառելիս կշերքի տակ մագնիս են կպցրել։ Եթերում Comments-ն է եւ այս պահին ներկայացնում ենք մեր հաղորդաշարի երաժշտական էջը, որի ընթացքում մեր լուսանկարները երգում են։ Երգող լուսանկարների հիթ շքերթ եւ ես մեծ սիրով ներկայացնում եմ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած լուսանկարը։ Մեր հիթ շքերթի 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց այս լուսանկարը։ Եվ վերջապես, մեր հիթ շքերթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է այս լուսանկարը։ Իսկ մենք շարունակում ենք, ասում են, որ ծնողների համար իրենց երեխաների ուսումը դպրոցում բաղկացած է լինում 3 փուլերից։ 4-րդ դասարան, դասերդ սովորել ես, 9-րդ դասարան, պայուսակդ հավաքել ես եւ վերջապես 11-րդ դասարան, դպրոց գնում ես, թե չէ։ Կաթիլներ աչքի համար։
Պրինտերի ներկը վերջացել էր։ Հանգիստ մնա, նայում եմ, տեղդ կանգնի։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր ռեկորդների, որոնք անգամ տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդներ, որոնք մեր խորին համոզմամբ շատ կասկածելի են։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է անիմաստ ռեկորդներ էջը։ Բան չասի։ Իսկ այս պահին սիրել հեռուստադիտողներ, ժամանակն է ներկայացնելու մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում մենք կծանոթացնենք ձեզ համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր տեսարժան վայրերի հետ եւ կփորձենք կապ գտնել մեր հայկական տեսարժան վայրերի հետ։ Պիզայի հանրահայտ թեք աշտարակ գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։ Գալ Պիզա եւ չտեսնել Պիզայի աշտարակը նույնն է, ինչ գալ Երևան եւ չտեսնել հին շենքի ընկերներին։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին ներկայացնում ենք ձեր կողմից մի շատ սպասված էջ, որի ընթացքում դուք ականատես կլինեք հաղորդումների ժամանակ պատահած տարբեր ծիծաղաշարժ դեպքերի։ Եվ այսպես եթերում է «Մենք ենք մեր հաղորդումները» էջը։ Եվ այդ առիթով ես նրանց համար երեքօրյա ուղեգիր եմ վերցրել, որպեսզի նրանք մեկնեն Աղվերան։ Սև սիրտկով գարդանային ծաղիկներ։ Ես այս զույգի համար երեքօրյա ուղեգիր եմ ամրագրել դեպի Աղվերան։ Չունեմ ես ականջ։ Ականջ չունեմ, աշ։ Давайте։ Երկու հոգու տոմս եմ ամրագրել ձեզ համար, սիրելիներս։ Տիկին Տամարա, դրա կարիքը չկա, պետք չէր նեղություն քաշել։ Տեսանում եմ շուտ էլի շարունակ։ Ոյ, բացել է տաթևը։ Սոված մնա։ Դավո։ Թող է կլը։ Այդ հյուրանոցը իմ լավագույն ընկերներից մեկինն է, եւ ես արդեն ձեր համարը ամրագրել եմ։ Էնպես որ առարկություններ չեմ ընդունում։ Ասել եմ, որ ձեզ հավուր պատշաճի։ Գնացինք։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին ներկայացնում ենք տեսաշար մեր հեռուստադիտողների կողմից առանց որևէ մեկնաբանության։ Այսօր այսքանը ձեզ հետ կոմենտներ, որի ընթացքում մենք մեկնաբանեցինք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չուներ։ comment@armenia.tv.am մեր էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով դուք ուղարկում եք ձեր լուսանկարները եւ տեսանյութերը, եւ բնականաբար լավագույնները անպայման տեղ կգտնեն Comments հաղորդաշարի ընթացքում։ Այս պայն դուք շարունակում եք դիտել Armenia TV, իսկ ես պարզապես հիշեցնեմ, որ մեր հաղորդումները նաեւ կարող եք դիտել մեր Facebook-յան օֆիցիալ էջում Comments։ Ձեզ բարի ժամանց, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն նոր ու շատ հետաքրքիր կոմենտներով։